որ սահակեն, որ չվարվեն։ Ժոր ջան, ոնց է։ Մարտական։ Մի փոքր որ հավաքվենք։ Փորձեմ ուղղակի շատ կարճ։ Ինչն է տարբերությունը այս ընտրությունների եւ 21 թվականի ընտրությունների մեջ։ Գիտեք, այն ժամանակ իշխանությունը պարտերով պատերազմում, բերելով զոհեր, ձախողվելով գրեթե ամեն ինչում, բայց այնուամենայնիվ ասում էր, որ հայրենասեր ենք, որ պայքարում ենք Հայաստանի համար, որ վերադարձնելու ենք, դե օկուպացնելու ենք, չէ, տենց էին ասում, Շուշի և Լաչինը և Հադրութը, Լաչինի Միջանսկն ենք պահում և այլ։ Ժողովուրդ ջան, հիմա ինչ է ասում այս իշխանությունը, ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Հիմա ասում ընդհանրապես մենք ինչ կապ ունենք սրա հետ։ Արցախում ոչինչ բան չի կառուցվել, ոչ դպրոց ա եղել, ոչինչ բան չի եղել։ Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք էր։ Եվ ընդհանրապես մեր պատմությունը, այն պատմությունը չի, որը մենք պետք է ուսումնասիրենք, այդ պատմությունը ավելի ուրիշ է։ Ինչ ցեղասպանություն, հələ պետք է պարզենք այդ ցեղասպանությունը ինչի համար եղավ, թե մեղավորը ով է, մի հատ հասկանանք ինչի Թուրքիան որոշեց 1.5 միլիոն հայ կոտորել, եւ ընդհանրապես խի եք Արարատին նայում, կա Արագած, մի հատ բավարարում ենք մեր Արագածով։ Սա 180 աստիճանի փոփոխություն է ամեն ինչում։ Եվ այն ժամանակ մարդիկ կարող է մտածեին, ասեին դե լավ է, իսկապես էս հարիվը ինչ անի, հիմա պատերազմ է, փորձ չուներ, բան չուներ, հիմա սենց ստացվեց եւ այլ։ Հիմա ինչ պիտի ասի։ Հիմա Նիկոլ Փաշինյանի համար ձայն տվողը ինքը իրեն հարց պիտի տա, թե ոչ, ես ինչի համար եմ ձայնս տալիս այս մարդուն։ Որ իմ ինքնությունը փոխի, իմ պատմությունը փոխի, որ արդարացնի ամեն ինչ։ Մարդ, որ ասում է 5000 զոհը հանուն ոչինչի է։ Եվ այդ հարցը ինձ տալով անընդհատ ես չեմ հասկանում, թե ինչ պատճառաբանությամբ, ինչ մոտիվացիայով, ինչ հիմնավորումով մարդ պետք է գնա եւ ձայն տա ԿՊ-ին։ Էլ մի կողմ դնենք այն աներեսությունը, որով այսօր գնում են իրենք մարդամեջ եւ խոսում են եւ փորձում են համոզել, որ իրենք այն քաղաքական ուժն են, որը պայծառ ապագա է բերում Հայաստանին։ Մարդ մի քիչ ամոթի զգացողություն ունենար, ուղղակի իր այդ կաբինետին այն ամեն ինչը կհավաքեր, ուղղակի կթողեր գնար եւ մարդամեջ դուրս գալու հնարավորություն չպետք է ունենա։ Համաձայն եք, որ սա է վիճակը, ժողովուրդ ջան։ Իրականում բան մեկ բառ չեմ ավելացնում։ Ամբողջությամբ ինչ որտեղ ոչ ուղղակի, բայց ցիտում եմ այն, ինչ անում է այսօր իշխանությունը։ Հատ առ հատ։ Հիմա ինչ պետք է մենք անենք։ Եվս ասենք, այս հարիվին մի հատ էլ ձայն տանք, թողա մի հատ հասկանանք Սյունիքի ապագան ինչն ա լինելու։ Միգուցե Սևանը պիտի գյոչայ դառնա։ Եվս այդ հնարավորությունը տանք։ Չեմ կարծում, որ ուղղակի իրավունք ունենք դա անելու։ Մեր հայրենիքը մեծ չի, շատ ավելի մեծ էր։ Հիմա շեշտակի խուզել են, հիմա այն քարտեզներ որ դերել է, դա էլ մի քիչ էլ դա է խուզած։ Եվ քիչ է այս ամենը, դեռ հրապարակային հայտարարում են, որ ադրբեջանական ինչ որ հողեր դեռ մեր վերահսկողության տակ է։ Էստի համեցեք են անում պատերազմի համար, կամ փորձում են նախապատրաստել մեր ժողովրդին հետագա հողային զիջումների։ Հաշտ ենք մենք սրա հետ։ Ոչ, կարծում եմ հաշտ չենք։
Կարող ենք այս հարցը լուծել։ Վստահաբար կարող ենք։ Վստահաբար։ Ուրեմն ինչ պիտի անենք։ Պետք է պայքարենք։ Գիտեն, որ կա ինչ որտեղ մտցրել են վախի մթնոլորտ։ Տենց տոտալ հեռախոսների լսում, մարդկանց աշխատանքից ազատել, մի հատ Facebook-յան լայքի համար աշխատանքից են ազատում։ Հիմա իրականում ժողովրդավարությունից էլ չեն խոսում, դժվար է խոսալ։ Առաջ այս թեզերից մեկը ժողովրդավարությունն էր։ Հայաստանի ամբողջ պատմության մեջ այդքան բանդարկյալ, իրենց հռչակած, հայտարարած մարդ չի եղել, ինչքան միայն այս 6 ամսում, երևի այս վերջի 6 ամսում կան Հայաստանում։ Սա լավ, միջև ուր, միջև երբ, և ինչի համար, հանուն ինչի։ Այս երկու օր առաջ էր, որ ասացի, այս համբալ բառը բան դարավ, չէ՞ մի քիչ շրջանառության մեջ մտավ, ահավոր նեղացան, շատ նեղացան, բայց հեչ չեն նեղացել մեկ արտահայտությունից, որ ասել եմ Ալիևի տուզիկն է, չի նեղացել, ուրեմն կապ չունի, թե այդ մարդուն դու ինչ ես ասում, Ալիև բառը կպցրու, ամեն ինչ մարսելու է։ Հիմա չգիտեմ, լավ է համբալն ես, թե Ալիևի տուզիկը։ Ալիևի համբալը, երևի, սա ընդունելի կլնի, սա կլնի ընդունելի Նիկոլ Փաշինյանի համար։ Իրականում ամոթ է։ Եվ խոսքս թե պետք է գնամ ենք ազգովի այդ արժանապատվության համար պատրաստ ենք պայքարել, թե պատրաստ չենք պայքարել։ Ուրեմն եթե պատրաստ ենք, մի հատ լավ բարձր ասա։ Մի րոպե։ Պատրաստ եք, իհարկե։ Պատրաստ եք։ Հիմա ժողովուրդ ջան, կարող ենք։ Միասին։ Միասին։ Պատրաստ ենք։ Շնորհակալություն, ապրեք։ Դեռ ստեղ ենք, մի քիչ շփվենք, մի քիչ շփվենք։ Շնորհակալություն, ձեր հետ որ շփվում ենք, մենք էլ ենք ոգևորվում։ Ամենից վատ բանը հիասթափվելն է։ Հիասթափված մարդը մեծ գործեր չի կարող անել։ Դուք մեզ ոգևորեք, որ մենք հանկարծ այս 20 օրվա մնացածում չհիասթափվենք։